Բարև ձեզ հարգելի հետևորդներ, նախ առաջինը թույլ տվեք շնորհավոր եմ բոլոր կանանց մարտի 8-ի կապակցությամբ, մեր այսօրվա հյուրն է ազգային ժողովի պատգամավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, շատ իմ կողմից հարգված ազնվորություն եւ շատ սպասված հյուր։ Շնորհակալ եմ շատ, Արսեն ջան, իսկ մի ամսյակի կապակցությամբ էր իմ այսօրվա հրավերը, որ հենց այսօր ուզեցի քեզ ինքը ճիշտ ասած շատ հաճելի համընկավ իրար հետ, դուք լավ գիտեք, որ մեկ ամիս է մեկ բանակցում էինք, ձեր ծանրաբեռնվածության պատճառով էր, որ գործի ծանրաբեռնության պատճառով էր, որ չէի կարողանում հյուր գտնվեք մեր մոտ, փառք Աստծո։ Բայց լավա որ հենց այսօր ստացվեց։ Այո, մեր մոտ ոդկաստ տարբերակն է, երևի թե հետևած կլինեք 1-2 հաղորդմանը, գիտեք, որ մեր մոտ ազատ զրույց է եւ մենք փորձում ենք բարձրաձայնենք այն հարցերը, որ լայն մասշտաբի քանակությամբ մարդկանց մոտ կան, ասենք ձեր ուժի եւ ընդհանրապես ընդդիմադիրների եւ աշխարհաքաղաքական այն ինչ որ կատարվում է այսօր աշխարհում այդ հարցերի շուրջ։ Եթե թույլ կտաք, ես իմ առաջին հարցս ձեզ հետեւյալ կերպ կձևակերպեմ։ Նախ ուզում եմ ասեմ, որ իմ աչքերով, եթե ես նայում եմ ինչը կատարվում ձեր անձի շուրջ, կարամ ձեզ շնորհավորեմ, որ ու փոխանցեք երկրորդ նախագահին իմ խոսքերը, անկախ նրանից ինչպիսի գնահատական ես ունեմ քաղաքական ընդհանուր իր գործունեությանը, կարամ ասեմ, որ ոդկաստ տարբերակը ինքը քայլ էր, շատ մեծ քայլ էր առաջ դեպի ժողովրդավարություն, դեպի հասարակ քաղաքացու հետ խոսելու տարբերակ, շատ ստացված է առաջինը։ Շնորհակալ եմ այդ գնահատանքի համար, կփոխանցեմ, որովհետև իրականում նախագահի համար էլ կան ինքը իր անցած ճանապարհով որոշակի արդեն ձևաչափեր պատկերացնում, սա նոր ձևաչափ էր, բայց կարծում եմ իր համար էլ բավականին ստացված էր։ Ստացված էր եւ իրեն դուրը հաստատ կգա այս տարբերակը, որտեղ արձագանքները ոնց ես նայում եմ համացանցում շատ իմ համար անսպասելի, չեմ բանանի, բայց դրականը ավելի շատ է, քան բացասականը այդ տարբերակի հետ կապված։ Ամեն դեպքում անցնենք առաջ, հույսով եմ մի օր էլ նախագահան կփորձի մեր մոտ նույնպես ոդկասթում լինել եւ մեր հարցերին նույնպես պատասխանել, Աստված առաջ։ Հարգելի Տիգին Գրիգորյան, եթե թույլ կտաք Աննայով։ Իհարկե, ավելի հաճելի կլինի այս ֆորմատում Աննայով, եթե դիմեք։ Արսեն, այո։ Աննա ջան։ Տեսեք, չեմ ուզում շատ խորը հետ գնամ, այն տարբերակը, որ դուք ասում եք ինչու ԿՊ-ից անցակ ընդդիմադիր դաշտ իմ համար ամբողջովին ընդունելի է, քանի որ ես պատկերացնում եմ, եթե ես լինեի ու տեսնեի այդ ահավիճկը, որ Արցախի հետ կապված եղավ, այն խոստումները, որ ամբողջովին չկատարվեց, հագարակը կատարվեց, ես էլ նույնպես կփոխեի իմ դաշտը, կդառնայի ընդդիմադիր, այն էլ ինչ ընդդիմադիր։ Այդ հարցին չեմ ուզում այլևս անդրադառնամ ու Բայց գիտեք ինչն է հետաքրքիր, տեսեք, չեք ուզում անդրադառնալ կարծեմ, բայց ինչ որ նկատառում անում եք, այսինքն այսքան տարի հետո միևնույն այդ դրվագին հղում կատարելը այն պարագայում, երբ որ օրինակ այսօր մեր ընդդիմադիր քաղաքացիների զգալի մասը նաև 18 թվականին ուզեցել է քաղաքական փոփոխություն։ Դա որպես արձանագրում։ Ես ուղղակի այդ մարդկանցից մեկն եմ, ով ավելի կոշտ ուղղակի դիրքորոշումները հնչեցնում այս իշխանություններին։ Ներսից եք իմացել, ներսից եք տեսել ինչ է կատարվում։ Ու կարևոր մի բան էլ, ինչու է հենց այդ մարդկանց հետ իմ կապը ավելի ուժեղ, որ ես կուսակցական չեմ եղել։ Ես երբեք ԿՊ կուսակցության անդամ չեմ եղել, ուղղակի մաս եմ եղել այն փոփոխության, որ հույս ունեինք, որ կգա, բայց այդպես էլ չեկավ, եկավ ավելի շուտ ողբերգությունների տեսքով։ Բայց ես ընդհատեցի ներողություն եմ խնդրում։ Աննա ջան, ես ուզում եմ ասեմ, այդ հարցը այլևս մարդկանց մոտ այդքան շատ չի շարժվում, ինչքան որ ԿՊ-ն է իր քարոզչամեքենայով անընդհատ Ռուբեն Ռուբինյանի Ես իրան առաջարկում եմ այսօր հետ կոչել Քլեչի կրտսեր գործընկերը Հայաստանի Հանրապետությունում։ Ես իրան այդպես եմ անվանում, Քլեչի կրտսեր գործընկերը Հայաստանի Հանրապետությունում։ Բայց այդ իրանք սովորաբար ընդդիմությանը բոլոր տարբեր ներկայացուցիչներին, ով նայած ինչ մակարդակով փորձում են թիրախավորել կախված նրանից ում ինչ կարելի է գտնել այդ մարդու վրա, որ թիրախավորեն, ասենք, պատկերացնում եք, չէ՞, ին վրա մի այսքան բան հնարավորություն լինել այլ բան գտնելու, չգիտեմ, կոռուպցիայից մինչև այլ process-ների մասնակից, ոչ մի բան չեն կարողանում գտնել ու պարզվում է իմ ամենամեծ մեղքը իմ կյանքում եղել է իրանց հետ կապված լինելը։ Պատկերացնում եք, իրանց պատկերացումներում էլ ԿՊ-ի հետ առնչություն ունենալ, այդ արդեն մեծագույն մեղք է, որ sense պետքա անընդհատ ինձ հիշացնել, ես դա ընդունել եմ, որ դա սխալ է եղել, եւ հիմա իմ սխալները ուղղման եւ ապաշխարման ճանապարհով է որ գնում։ Ես քանի որ նույնպես ճանապարհ եմ անցնում եւ երբ որ տեսնում եմ շատ եմ թիրախավորվում մանավանդ այն կողմով,
ես համարում եմ, որ իմ աշխատանքս ուրեմն դրականով ճիշտ ճանապարհին է, նույնը ձերն եմ ասում։ Եթե ուրիշ բան չեն կարողանում գտնել, այ հենց դրանից են ուզում են խոհանոցային, բամբասային, շատ Բայց տհաճ ամոթ է, չէ, որ հատկապես տղամարդիկ այդ աշճան բամբասկոտ ինչ որտեղ լաչար ելույթներ են ունենում, բայց էդ էլ եմ ուզում ասել, շատերը այս օրերին գրում են, վայ, ուժեղ մնա այդ թիրախավորումները եւ այլն։ Ես մի տեսակ զարմացած եմ այդ ամեն ինչից, որ ինձ տենց բաներ են գրում։ Ասում եմ, նախ ինձ ճանաչելով պետք է հասկանաք, որ դա ինձ համար որևէ նշանակություն չունի։ Այդ մարդիկ, հասկանում եք, ինչ որ մեկի ասածը դու կարող ես սրտիդ մոտ ընդունել, այդ մարդիկ քո համար ինչ որ նշանակություն ունեն։ Ես հիմա գիտեմ, որ իրանք բացարձակ զրոյական ազդեցություն ունեցող մարդիկ են, ինձ վրա դա ոչինչ չի արժենում, բայց եթե մարդիկ այդքան ինձ թիրախավորում են, եթե ես իրենց համար ոչ մի բան չներկայացնեի, այդքան անդադ կխոսեին, ուրեմն նշանակում է դա դրական ազդակ է, նույնը նաև ձեր պարագայում։ Եթե ուժեղանում է հակազդեցությունը կամ ինչ որ թիրախավորումներ, նշանակում է դուք ինչ որ ձև արդեն սկսել եք ավելի լայն շերտերի վրա ազդեցություն ունենալ։ Դա այդ ես կապը այդպես եմ տեսնում, ինչքան իրանք ինձ շատ են թիրախավորում, այդտեղ գալիս է իմ այն ընկալումը, որ ես որոշակի ավելի կշիռ եմ ձեռք բերում, անհամեստ առնչում։ Մենակ դուք չեք եղել այդ ժամանակահատվածում, ես չեմ ուզում ոչ մեկի գործունեության, ասենք, կասկածի տակ դնեմ, բայց մենակ դուք չեք եղել, էլի, որ դարել եք ընդդիմադիր։ Շատերն են դարել ընդդիմադիր անգամ ազգային ժողովում, բայց այդ մարդիկ քիչ են թիրախավորում, քան դուք։ Դա հարց է։ Ամեն դեպքում 5 տարի դուք գնում եք փոխելու իշխանությանը։ Դուք խոսք եք տվել մարդկանց, որ գնում ենք հանելու Նիկոլ Փաշինյանին աշխատանքից։ Ունեցանք այն ինչ որ ունեցանք, անգամ երկրորդ նախագահան ինքը ասեց, այո, ժողովուրդը գնաց ընտրեց Նիկոլ Փաշինյանին, այսինքն դուք ընդունեցիք այդ այն ինչ որ տեղի ունեցավ 21 թվականին, որ չի եղել մեծ հաշվով շատ կեղծիք, ընտրել են Նիկոլ Փաշինյանին եւ ունեիք որոշակի քանակությամբ падգամավորներ, որոնք չէին կարող անմիջական ազդեցություն ունենային ոչ օրենքներ ընդունելու, ոչ, ասենք, impeachment հայտարարելու, այսինքն գործիքակազմը ձեզ շատ փոքր էր, ընդամենը բարձրաձայնել ինչ-որ խնդիրներ, որ մարդկանց իրազեկեք, արդյոք արժեր 5 տարի մնալ ազգային ժողովում, որովհետեւ ուղղակի շիշ շպրտեին իրար վրա, ձեր համար չեմ ասում, ձեր գործը շատ են գնահատում ու բոլորն են գնահատում, այսօր դուք կզարմանաք մի հատ քաղաքական ուժի ղեկավարը ձեզ ուղեր ցեղել, որը գնահատում է ձեր աշխատանքը նույնպես, այ խնդրում եմ ասեք, ինչու համար դուք մանդատները ներքև չդրեցիք, չհելաք ու չմիացաք ժողովրդին, չասեցիք, մենք չենք մասնակցի այդ ընդդիմության, ասենք գրբանային ընդդիմություն էին ասում, շատ բան էին ասում։ Դե գրբանայինը լրիվ ուրիշ բան է, ձևակերպումը գրբանային կնշանակի, որ մենք շատ համերաշխ աշխատել ենք իշխանությունների հետ, իրանց վերացներ ընդունել եւ այլն, իսկ դուք տեսել եք վստահաբար այս տարիներին այն անհանդուրժողականությամբ մթնոլորտը, որ կար ազգային ժողովում, այն փողոցային պայքարները, որ մենք նախաձեռնել եւ մասնակցել ենք, ընդհակառակը քաղաքացիների մի մասը մեզ քննադատում էր, որ մենք օրինակ ազգային ժողովում ավելի կառուցողական աշխատանք չենք իրականացնում։ Վստահ եմ, որ լսած կլինեք նաեւ այդ քննադատությունը մեր նկատմամբ, որ հերիք հակռիվանեք, նստեք ինչ որ բան աշխատեք, ուզում ասել այդ տեսանկյունից, այդ տեսանկյունից էլ քննադատություն կար, բայց հիմա ես ուզում եմ գալ հարցի ձեր սկզբից 21 թվական, այո, ուժերի համամասնությունը այնպիսին էր, ինչպիսին, որ մենք հիմա ունենք, մենք դիմել ենք սահմանադրական դատարան, վերհանել ենք կեղծիքների դրվագներ, առանձին դրվագներ, սահմանադրական դատարանը, որ արդեն իսկ Նիկոլ Փաշինյանի կողմից ձևավորված կառույց է համարվում, կայացրել է, որոշում, որ կայացրել է։ Բայց հիմա ես ուզում եմ ոչ թե մենք այդ դրվագը իհարկե կարևոր է, թե ընտրությունը ինչպիսի արդյունք է գրանցել, բայց նաև քաղաքական ընդհանուր սահմանադրության առումով ինչպիսի պատկեր ունենք։ Կա դոմինանտ ուժ եւ ընդդիմությունը ինչ էլ անի, ինչպիսի գործողություններ էլ իրականացնի պարլամենտում, եթե քաղաքական մեծամասնությունը ունի սահմանադրական մեծամասնություն, ոչինչ չես կարող փոխել։ Եկեք դա էլ ընդունենք, որ այնտեղ լինելով մտածել, որ դու կարող ես այնպիսի փոփոխություն իրականացնել, որ ամբողջությամբ փոխի իրավիճակ, հնարավոր չի, որովհետև ուժերի հարաբերակցությունն այդպիսին է, մեր օրենսդրությունն է այդպիսին, ձևակերպված սահմանադրության դրույթներն են այդպիսին, հետևաբար իսկապես եկեք հասկանանք այն տեսանկյունից, արդյոք հնարավոր էր գործիքակազմ ունեինք փոփոխություն իրականացնելու, թե ոչ, չունեինք։ Հիմա տրամաբանորեն ձեր հաջորդ հարցն է գալիս, բա որ չունեիք, ինչու մանդատները վայր չեք դրել, չէ՞։ Հաջորդ հարցը ձեր այդպիսին է։ Մենք էլ ասում ենք, լավ,
Մանդատները վայր ենք դնում, դրանից ինչ է փոխվում։ Եթե դուք ասեք, որ մենք մանդատները վայր դնելով, ստացվում է, որ պարլամենտը ցրվում է, նույնիսկ ասում են Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, ախր դրանք ուղիղ գործընթացներ չեն, այսինքն մեր մանդատ դնելով չէր նշանակում ազգային ժողովի լուծարում կամ Նիկոլ Փաշինյանի հրաժարական։ Ուղղակի նման դրույթ չկա։ Այսինքն, եթե ունի, եթե իշխանությունը, հեսա ես կգամ դրան։ Ուղղակի ուզում եմ այս պարզ արձանագրումն անել, որովհետև տարիներ շարունակ շահարկվել է այս թեման տարբեր մարդկանց կողմից, որ եթե այ իրանք դնեին մանդատները, պարլամենտը կլուծարվեր, կամ որ դնեին Նիկոլ Փաշինյանը կգնար։ Պարզ է, չէ՞ որ չէր գնա։ Եկեք իրավական առումով սա արձանագրենք։ Սա ուղղակի հերթով արձանագրելով գնա։ Որ չէ լինի լուծարում։ Ավելին, բայց ճգնաժամ կստեղծվի։ Ավելին հիմա որ օրինակ տեսնում ենք թե ինչ է կատարվում Վրաստանում, ընդդիմությունը մանդատները չվերցրեց։ Մանդատները չի վերցրել, պարլամենտը չունի ընդդիմադիր հատված եւ Վրաստանը նորմալ իր կյանքով բնականon ապրում է, ամբողջ աշխարհը ճանաչում է այդ պարլամենտը, լավ, վատ հարաբերությունները մի կողմ դնելով ճանաչում է, որ գոյություն ունի Վրաստանի պարլամենտ, որտեղ չկա ընդդիմություն։ Այսինքն, եթե նույնիսկ հիմա ինձ որպես ընդդիմադիր կարող եմ մտածեք սուբյեկտիվ բան է ասում, իր շահերից բխող բան է ասում, լավ, մի հատ նայեք Վրաստանում ինչ է կատարվում։ Վրաստանում ընդդիմությունը չի վերցրել մանդատը, սովորական կյանքով ապրում են։ Իսկ դուք վստահաբար տեսնում եք, թե Արևմուտքը ինչպիսի սատարում ունի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, Արևմուտքի համար ընդհանրապես ժամանակ չկար հələ։ Չէ, ամեն դեպքում եկեք ընդունենք, չէ, դե 22-ից սկսած պրահյան գործընթացներ եւ այլն, համենայն դեպս արձանագրում առաջին ընդդիմության մանդատները վայր դնելով ցավոք որևէ իրավիճակ չէր փոխելու։ Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքական մեծամասնությունը ունեին սահմանադրական մեծամասնություն, բոլոր օրենքները հանգիստ կարող էին անցկացնել եւ առանց ընդդիմության հանգիստ այնտեղ կարող էին ապրել։ Այո, մեզ համար բարդ է եղել։ Մենք բոյկոտել ենք, տարբեր մոտեցումներ, տարբեր մարտավարություններ ենք ծրագրել ու տեսել ենք Արսեն ջան, իսկապես հաշվարկել ու տեսել ենք, որ բոյկոտը ընդհանրապես ոչ մի բան չի տալիս։ Բոյկոտ նշանակում է ընդհանրապես քաղաքական բոլոր գործընթացների կողք գնալ ու ընդհանրապես երկրում ոչ մի ընդդիմադիր ձայն չլսվի։ Մեզ համար հաճելի չի եղել այս տարիներին այնտեղ գտնվելը, ես կարծում եմ, ու սա ամենայն անկեղծությամբ եմ ասում, կողքից նայելով էլ կտեսնեք, որ մենք այնտեղ մեր նյարդերի հաշվին, մեր առողջության հաշվին ինչ որտեղ մեր կռիվը տվել ենք։ Բայց հիմա ասեք, հիմա այո, արդյունքը եթե մենք ասում ենք Նիկոլ Փաշինյանի հեռացումը, այո, դեռ չի տվել, բայց այսքան տարիներին, Արսեն ջան, հեսա մի րոպե, իսկ այս տարիների ընթացքում բան էլ մենք փորձում ենք շատ այսպես համեստաբար բաներ ասել, բայց անհամեստություն անեմ ու ասեմ, որ այս տարիների ընթացքում այնքան հարցեր ենք լսելի դարձրել հասարակությանը։ Եթե մեծ մեր խնդիրը չէինք կարողանում լուծել նույնիսկ որտեղ ձայների հարաբերակցությունն այդպեսին է եւ Նիկոլ Փաշինյանի հեռացում հնարավոր չէր ապահովել, ապա բազմաթիվ հարցեր, որոնք այս իշխանության հետ կապված են, լսելի ենք դարձրել լայն հասարակությանը։ Ոչ, հնարավոր չի։ Դուք ասեք ազգային ժողովի ամբիոնից հետո չասեիք, ելնեիք օրինակ լրատվամիջոցները ամենայն հարգանքով դուք ունեք լավ լսարան, չէ՞։ Հիմա խնդրում եմ ամենայն հարգանքով, ես գիտեմ դրա համար եմ ասում, ամենայն հարգանքով ձեր ու ձեր լսարանը մի հատ հաշվի առեք եւ պատկերացրեք ես էլ ազգային ժողովի ամբիոնից եմ, նույն բանն ասում, այդպես է ստացվում, որ նա թիվ 1 ամբիոնն է եւ այնտեղից լսելի է շատ ավելի լայն հասարակությանը։ Անխոսափելիորեն այդպես է, դա ոչ թե լավ է կամ վատ է, դա ոչ թե ես այդպես ուզում եմ որ լինի կամ չեմ ուզում, այդպես է։ Հիմա տեսեք, բազմաթիվ կոռուպցիոն դեպքերի մասին ես խոսել եմ։ Չէ, հիմա եթե օրինակ միտեղ մեկը ասում է այս իշխանությունները նախկինները կոռումպացված են, այս իշխանությունը գոնե կոռումպացված չի, ասում ես նայ, անիֆ էս մեկը, հա, այսպես բոլորը բացահայտում։ Այսինքն դա պակաս ազդեցություն ունեցող գործիք է, բա մարդկանց մտածողություն արդյունքը հետևյալն է, որ մարդիկ իրենց դիրքորոշումները փոխում են գործող իշխանության նկատմամբ, տրամադրությունները փոխվում են։ Ես հասկանում եմ, որ մեզ որևէ մեկը չի ուզում կրեդիտ տա ու նորմալ է, ես խնդիր չեմ տեսնում, որ մենք նաև այս իշխանությունների ռեյտինգի իջեցման, նրանց հեղինակությանը լուրջ հարված ենք հասցրել։ Ես օքեյ եմ, եթե ոչ մեկ չի ուզում այդ կրեդիտը տա մեզ, բայց մենք դա արել ենք։ Դա արել ենք այս տարիներին համառ պայքարի արդյունքում։ Ու եթե նորից եմ ասում, եթե չի ստացվել մեր ներկայությամբ փոխել Նիկոլ Փաշինյանին, մեր ներկայությամբ այո նաև փոխել ենք մարդկանց տրամադրությունները, բացահայտել ենք բաներ, որոնք եթե չլինենք պարլամենտում, պարլամենտից դուրս ուղղակի հեռախոսով sense դնենք խոսենք, այդ ազդեցությունը չեր ունենա։ Շատ լավ։
Ես լսեցի ձեր պատասխանը, ընդունեցի այնպես, ինչպես դուք տվեցիք։ Չեմ ուզում ծավալվել, իմ մտքերը մի քիչ ուրիշ է, ճգնաժամ Ես ստեղծելու հասկանում եմ, ճգնաժամը ասում։ հաստատ կլիներ Հայաստանում, անկախ նրանից ով ինչ Եվրոպան կնայր ոնց, ներքին ճգնաժամը շատ Ես եթե ճգնաժամ եք ասում, ես այդտեղ պետք է անհամաձայնեմ։ Այսինքն Ղարաբաղի կորուստը, չէ, Ղարաբաղի կորուստի մենակ մասին չի խոսքը։ Չէ, որ ասում եք ճգնաժամ։ Այդքան մեր հայրենակիցների էթնիկ զտման ենթարկվել է։ Սահմանադրությունը ոտնատակ տալ, ուրեմն այդ ամեն ինչը ճգնաժամ չի եղել, ոչ մի ճգնաժամ չի առաջացել, բայց որ մենք չլինենք պարլամենտում դնելու ժամանակը չէր։ Ինչ էր լինելու։ Ինձ մի հատ ասեք ինչ էր լինելու։ Ինչ եղավ, եթե չդրեցիք։ Չէ, դուք ասեք, մենք ինչ եղավ, որ չդրեցիք, մենք տեսանք։ Մի հատ ասեք ինչ է եղել։ Ես կասեմ, այ դրա համար արժեր մնա։ Տեսեք, դուք չեք տեսնում այդ դրական բանը, որովհետև չեք կարծում, որ մենք մեր ներկայությամբ, ասում եմ, որ մենք մեր ներկայությամբ որոշակի տրամադրություններ փոխել ենք մեր բնակչության մտածողության մեջ։ Դուք դա չեք տեսնում։ Ես ասում եմ, որ մենք դա արել ենք։ Եթե նույնիսկ դա Արսեն ջան, եթե նույնիսկ դա մեզ կրեդիտ չի բերել, եթե դրա արդյունքում մենք թիրախավորվել ենք, մեր հեղինակությունն էլ այսպես բան արել, մաշեցվել, մեր հեղինակության հաշվին ենք դա արել, բայց դա արել ենք։ Մենք էլ շատ հանգիստ կարայինք դուրս գայինք, այսինքն դուք կասկածում եք, որ մենք շատ ավելի հանգիստ կյանքով կարող ենք ապրել, եթե դուրս գայինք, դրսում ոնց որ մնացածը, մենք էլ այսպես գեղեցիկ հարթակով ու բան ամենայն հարգանքով ու մեծ պատիվ տալով էլի ձեր գործունեությանը։ Մենք էլ սա կարող ենք անել, որը ավելի հանգիստ է, քան այնտեղ այդ թիրախավորումը, այդ ուղիղ առերեսումը եւ այլն, բայց մենք կարծել ենք, որ մենք ունենք այդ պատասխանատվությունից չենք հրաժարվել, չենք թռել ու գնացել ենք մեր բաժին պայքարն ենք տվել։ Ես կընդունեի ձեր քննադատությունը, եթե ասեիք այնտեղ պիտի մնայիք ու ավելի էֆեկտիվ կռիվ տայիք։ Այդտեղ կսկսեի ձեր ասածը ընդունել ու տեղ կսկսեի քննադատության արձագանքել։ Էֆեկտիվության մասին է խոսքը։ Ոչ, դուք չեք ասում էֆեկտիվության մասին, ասում եք դուք ընդհանրապես մի գնացեք։ Ձեզ մանդատ են տվել շատ մեծ քանակությամբ մարդիկ մեր քաղաքացիները մանդատ են տվել Նիկոլ Փաշինյանին հանելու։ Չստացվեց այդ քանակությամբ մանդատը ստանալ, որ կարողանաք անեք։ Ցավոք։ Բայց ունեցած քանակով այդքան մարդկանցով կարելի է ավելի էֆեկտիվ կազմակերպել։ Ձեր մասով չի խոսքը։ Արսեն ջան, այստեղ այ չեմ ուզում ձեզ անջատել։ Չէ, ես էլ դա ճիշտ չեմ համարում։ Այստեղ ես դες հետ համաձայնում։ Բայց դրա մասին է խոսքը, եթե չեք կարողացել ես հիմա դրա համար մեր հայրենակիցներն էլ եմ ուզում էլի, որ դա շատ հստակ արձանագրենք, որ երբեմն ասում են, չէ, ու դա ինձ համար ահավոր վիրավորական է։ Հիմա անկեղծ եմ ասում, ահավոր վիրավորական է, որ ասում են ձեր բանի աշխատավարձի բանի համար մեկն ու մեկդ կպատկերացնեք այդ գումարի համար նման առողջություն քայքայել, այդքան թիրախավորել ընտանիքի անդամներին, քեզ առավոտից իրիկուն քո մասին ինչ հիմարություն ասես կարդալ եւ դա ոչ մեկ հասկանում եք այդ գումարի դիմաց ով կարա տենց բանը, հո մենք մազոխիստ չենք, չէ՞։ Այ բայց դրա համար եմ ասում, նայած թե մեր նկատմամբ ուղղված քննադատությունը ինչն է։ Արդյոք դուք մեզ քննադատում եք, որ մենք մանդատները դրել ու հեռացել ենք, դրանում եք մեզ, որ չենք դրել ու հեռացել։ Եթե այդտեղ է քննադատությունը, ես այդտեղ չեմ ընդունում, որովհետև դա էֆեկտիվ չէր լինելու։ Իսկ ես կընդունեի ձեր քննադատությունը, եթե դուք ասեիք, որ այո, ճիշտ էր մնալը, բայց ճիշտ կլիներ ավելի էֆեկտիվ կռիվ տալը։ Այդտեղ ես կընդունեի քննադատությունը։ Հենց սկզբից ասեցի, Հենց սկզբից ասում եք պետք է գնայիք։ Չէ, տեսեք, ես հենց սկզբից ասեցի արժեր մնալ, որպեսզի շիշ իրար վրա շպրտվեր։ Այդ նայեք, դուք ուզեք թե չուզեք, ձեզ ներքաշելու էին այդ շիշ շպրտելու մեջ։ Գոյություն ունի ընդեղանց կուլտուրան, իշխանության։ Իրենք պատկերացեք մի բան, մարդ ոչ մի բան չի ունեցել, միանգամից ամեն ինչ տեսնում է։ Միանգամից ամեն ինչ ունենում է, իր մոտ չգիտեմ ինչ է կատարվում գլխի մեջ։ Ինքը կարա շիշ շպրտի գեներալի վրա, պատկերացեք ինչու մասին է խոսքը։ Դուք ուզեք, չուզեք ներքաշվելու եք դրա մեջ։ Հաշվարկ անեիք, որ ում հետ գործ ունեք։ Հիմա կներեք, թող 1000 անգամ ներեն բոլոր ուժերը, անգամ իշխանությունները, բայց համեմատություն անեմ։ Երբ որ ինձ տանում են Գազանի հետ մի կլետկա, ես հաշվի եմ առնում, որ ինքը կարա մի օր ին վրա հարձակվի ու ինձ ուտի։ Այսինքն ճիշտ է միշտ փախնելը Գազանի հետ դիմաց կանգնելուց։ Տեսեք, վախկոտության մասին չի խոսքը։ Դաժե պատերազմների ժամանակ ստրատեգիցկի, ասենք, կներեք բառից համար ռուսերեն, հետ նահանջը մեկ բերում է հաղթանակի ապագայում։ Իմ ասածս հետեւյալն էր, որ եթե չեք տեսակ, որ հնարավոր չէ սրանց հետ, Արցախը հայությունը հանել ծափը արեցին, որ դուրս եկավ, ասեք, արա ձեր մանդատն էլ արեք, վերցրեք հելանք։ Արսեն, ինձ թվում է այս տարիների ընթացքում այդ քննադատությունը ես ասում եմ, հասկանում եմ դուք ինչ եք ասում, բայց
ես նաև մի բան եմ հասկացել, դա փորձում են այսպես մեզ վրա քննադատությունը, այսինքն մեր այնտեղ լինելը համարում են մեր թույլ կողմը։ Միշտեր ես մտածում եմ, որ դա մեր բանն էր, մեր կռիվ տալու տեղն էր։ Հիմա այն որ մենք գազանի դիմաց հայտնվեցինք։ Այո, այս տարիների ընթացքում ընդունում եք, չէ՞, որ շատերը փախան պայքարից, շատերը դուրս եկան չդիմանալով, շատերը նույնիսկ անցան իշխանության կողմը։ Չէ, ուզում եմ ասել մանդատները դրեցին իմ համար ողջունել էր, ես կարամ ասեմ Չէ, մանդատները դնելու մասին չի, ընդհանուր քաղաքական, տեսեք 21 թվականի մարդիկ կային, ովքեր ասում էին Նիկոլը էլ չի բերնա, Նիկոլը պիտի գնա եւ այլն, մեկ էլ տեսանք շատ հանգիստ համագործակցում են իշխանության հետ։ Չէ, մեր խմբակցությունից չի, ընդհանրապես եմ ասում։ Ուզում եմ ասել ամբողջ քաղաքական դաշտում տրանսֆորմացիա ա եղել ու ես ուզում եմ իսկապես այսպես շատ հանգիստ մեր հայրենակիցների հետ խոսելով ասել որ մեր առավելությունը ընդհակառակ այդ կռվի մեջ շարունակաբար մնալն էր դուք այսօր քանի նման ուժ գիտեք հիմա այո մենք հարվածներ շատ ենք ստացել ինչ որտեղ էլ թուլացել ենք բայց հիմա այսօր լիքը մարդ եկել է քաղաքական դաշտ շատ ավելի լավ պայմաններով չէ այս տարիների ընթացքում քանի քաղաքական ուժ ա մնացել իր դիրքերում Հիմա որ եկել են նոր ուժեր, ես միայն ողջունում եմ այսօր քաղաքական դաշտում եղած մարդկանց ու ցավով տեսնում եմ, որ իրանք Նիկոլ Փաշինյանին թիրախավորման գրեթե հավասար, նաև մեզ են թիրախավորում, բայց հարգելի գործընկերներ, ախր այս տարիներին կռիվ տվողը մենք ենք եղել։ Կարող եք դուք դա չհավանել, ինչպիսի մենք կռիվ ենք տվել, կարող եք հավանել, բայց Այս տարիներին կռիվ հիմնական կռիվ տվող առաջնագծում կանգնած եմ մենք։ Ես ձեր հետ համաձայն չեմ Աննա ջան, քանի որ ես գտնում եմ որ եթե ես արտար եմ ձեր հանդեպ անդիմության հանդեպ լինելով անդիմադիր, ես պետք է ու պարտավոր եմ քննադատել նաև եւ քննադատել մի բան ասել գնացեք։ Չէ, դրանք տարբեր բաներ են։ Տեսեք, ես ուզեմ թե չուզեմ, դուք քաղաքական ուժ եք որը այսօր հայտ է ներկայացնում երկիրը կառավարելու։ Ունեմ խնդիր, ունեմ հարցեր, օրինակ այդ հարցերից մեկը, որովհետեւ ժամանակը շատ արագ է սլանում, ես ունեմ հարցեր պատրաստած, թույլ տվեք ասեմ։ Տեսեք, ես հարցերը տալիս եմ արդեն։ Դուք ուղղակի չնկատեցիք, որ արդեն մեր դիալոգը սկսվել է, ու մեկ եկանք այն եզրակացման, որ դուք մնացել եք, բայց կարայիք ավելի լավ մնայիք։ Կարայինք ավելի էֆեկտիվ կռիվ տայինք, այո, բայց չեմ ընդունում այն քննադատությունը, որ մենք պետքա ուղակի դուրս գայինք, ուղակի գնայինք, մարդիկ հետո որովհետև այդ գնալը որևէ հետագա արդյունք չեր ունենալու, սա ուզում եմ մեր հայրենակիցների հետ այդ կոմունիկացիան անել։ Ընտրություններին ինչ եք ուզում այս անգամ։ Ինչ եք առաջարկում, ինչ պրոդուկտ եք առաջարկում։ Մենք գնում ենք այս իշխանություններին հեռացնելու նորից նորից, այսինքն նույնն է ուզում եմ հասկանամ։ Նույնը ասելով 21 թվականի ընտրություններին իշխանափոխություն անելու համար չեն։ Ես ինչու համար եմ այս հարցը տալիս։ Տեսեք, դուք գնում եք 21 թվականին նույնպես Նիկոլ Փաշինյանին հեռացնելու։ Հիմա նույնպես առաջարկում եք ձեզ ընտրել, որովհետեւ դուք հեռացնեք Նիկոլ Փաշինյանին։ Եթե հանգարց, տեսեք հարցս ինչպես է։ Եթե հանգարց Նիկոլ Փաշինյանին հաջողվի հաղթարել եւ դառնալ նորից վարչապետ։ Դուք պատրաստ եք նորից ընդդիմադիր որպես նստել ազգային ժողովում։ Մենք այդ հարցը ընդհանրապես չենք քննարկում, այդ հանուն արդարության պետք է ասեմ, նախ տրամադրվածությունը այնպեսին է, որ այն որ ասում եք անցած անգամ ես չեմ քննարկում, որ ինքը կարա կրի։ Հա, ես էլ եմ ասում։ Չեմ, բայց անցած անգամ որ ասում եք, մի հատ այդ նախադաս, ես հասկացա։ Եթե հանգարց դուք պատասխան տվեք, էլի խնդրում եմ, դուք նորից մնալու եք որպես ընդդիմություն թե չէ։ Արսեն ջան, ես պատասխանում եմ։ Այն որ ասում եք անցած անգամ ասեցիք չստացվեց, հիմա էլ եք նույնը ասում։ Այնքան պիտի անես, մինչև ստացվի, չէ, նախորդը չի ստացվել, այս տարիներին փողոցային կռիվ ենք տվել եւ ոչ միայն չի ստացվել, հիմա նորից ընտրական process-ը, հիմա պետք է անենք, որ ստացվի։ Այսինքն այդ մշտական պայքարը պետք է լինի, ես զարմանում եմ, որ ստեղ ինչի է հարց առաջանում։ Պարզ է, որ պիտի գնաս, ասես, այս իշխանություններին հեռացնելու համար են գալիս ու դա նորմալ է։ Ոնց կա, ու դրա թե ինչու պետք է հեռացնել ու դա մի ժամ կարանք խոսանք։ Նորմալ է, իհարկե։ Արդյոք մենք քննարկել ենք հետագայում մնալ ընդդիմություն, բացարձակապես չենք քննարկել։ Նախ մենք ունենք մեր ձեռքին սոցիոլոգիական տվյալներ, ի տարբերություն այս իշխանությունների կողմից ներկայացված եւ մանիպուլացված, որ ես կարծում եմ իրական այն օրը դա ենք քննարկում, որ այս IRA-ի կողմից հնչեցվածը ընդգծված մանիպուլատիվ են, որովհետեւ քաղաքական դաշտում գիտեք տարբեր ուժեր կան հիմա մեծ ձևավորված ու զուգահեռաբար այդպես է ստացվել, որ մենք էլ մյուսներն էլ սոցհարցումներ ենք իրականացրել։ Ես իմ ունեմ հասկացած։ Դուք ունեք, հա։ Մենք ճիշտ ասած շատ մարդկանց չէ, մենք շատ մեծ նույնիսկ մերը
շատ մեծ ընտրանիով ա եղել ու նույնիսկ հիմա քննարկում ենք արդյոք մեր ընկեր մերը չհրապարակենք, համենայն դեպս մեր մյուս երկու ուժերի հիմնական բանի խոշոր բևեռների իրականացված հարցումները մերը շատ մոտ էին, նույնական չէին, բայց բավականին մոտ էին, ու այդ բոլոր այդ հարցումներով դե հիմա այսպես անգիր բոլորին չեմ հիշի, կարծում եմ ընդդիմության մեջ ով էր։ Այս փուլում տեսեք, առաջին տեղը արդեն ուժեղ Հայաստան, ուժեղ Հայաստանն անդիմության մեջ, հետո մենք ենք, մնացած արդեն լավ չեմ հիշում, համենայն դեպս դա չի էական, Արսեն ջան, հիմա եթե կարիք լինի, ինչու է էական դա։ Եթե թույլ տվեք մի հատ ավարտեմ, եթե կարիք լինի, որովհետև դա հարցի շատ բան է, էլի ներբերանգ է։ Հեսա հետևորդներից կասեն, դե Արսեն թող մարդը եկել է մոդա թյուր, թող պատասխանի։ Բայց ինչ սխալ բան կասեն, ճիշտ են ասում, սպասեք արձագանքի։ Որովհետև դա բան է, էլի հարցի մեծ հարցի շատ փոքր դերվա գա հիմա ընդդիմությունից ով ինչքան առաջ եւ հետ։ Մենք որպես ընդդիմադիր քաղաքական ուժով 21 թվականն էլ հիմնական ընդդիմադիր ուժն ա եղել, մենք փորձելու ենք եւ ամեն ինչ անելու ենք հիմնական դերակատարը դառնալ ընդդիմադիր դաշտում, բայց դա հարցի մի կողմն է։ Բոլոր ընդդիմադիր ուժերը, ովքեր ակնհայտորեն հնարավորություն ունեն շեմը հաղթահարելու եւ բան անել, մեծ թվով ձայներ ստանալու, ընդդիմությունը իրար հետ ավելին ու զգալի ավելին է հավաքում, քան իշխանությունները։ Սա որպես արձանագրում ու պատահական չի այս իշխանության կողմից այս ցնցումները, այս բանը, այս պիրաշկի փարթիները, այս քարոզչությունը, որ իբր իրանց ներկուսակցական քարոզչություն է, բայց փաստացի քարոզչություն են իրականացնում, չէ՞։ Հետևաբար ակնհայտ է, որ իրանք էլ ունեն իրական տվյալները, ընդդիմությունը իրար հետ ավելի շատ ձայն է հավաքում։ Հետևաբար ես տեսնում եմ, որ կա օբյեկտիվ տվյալ, օբյեկտիվ հնարավորություն այս իշխանությունների հեռացնելու։ Այս պայմաններում մենք նստենք քննարկենք, բայ ինչ ենք անելու, եթե իշխանությունը հաղթի, ոչ այդ քննարկումը չկա, կա քննարկում, ինչ անենք, որ ոչ մի պարագայում իշխանությունը հնարավորություն չունենա վերարտադրվելու։ Այդ թվում են սցենարը արդյոք որևէ մեկին կգրանցեն, չեն գրանցի, այդ դեպքում որ այդ սցենարում ինչ գործողություններ պետք է անենք։ Այսինքն մեր բոլոր քննարկումները կամած sense հանում գծում մի կողմ, որ այդ հարցը այս բոլոր բաները մենք այդ սցենարներն են քննարկում, Արսեն ջան, հիմա նստենք քննարկենք, թե ինչ ենք անելու, չէ։ Ես ասում եմ, ես օրինակ չէի ուզենա, որ ի սկզբանե որևիցե մի տարբերակով պատկերացնել, որ դուք կլինեք ընդդիմություն, ի նկատի ունեմ ընդդիմությունը կլինի ընդդիմություն, նույնպես, որ Նիկոլ Փաշինյանը նորից կվերադադրվի, չեմ ուզում պատկերացնել, բայց իրականությունը, մենք գիտենք Եվրոպաներ աշկերը կփակի, մնացածն աշկերը կփակեն ամեն ինչին, այդ դեպքում, եթե դուք տեսնեք, որ դուք արտարացիորեն չեք արդեն ընդդիմություն դառել, այլ ֆալսիֆիկացիաներով, բանով, մարդկանց զորելով, այսինքն բազմաթիվ խախտումներով, եթե դենց լինի, դուք մանդատ վերցնելու, ես այդ եմ հարցնում։ Մինչև դրան կա փողոցային պայքարի ճանապարհը, ես խորապես համոզված եմ, որ այս ընտրությունները հեշտ ընտրություններ չեն լինելու։ Ես տեսնում եմ հիմքերը, որ Նիկոլ Փաշինյանը կարող է որևէ մեկին չգրանցել, կարող է ուժեղ ֆալսիֆիկացիաների դիմել, որովհետև օբյեկտիվության համար ընդունենք։ Նույնիսկ 21 թվականին Նիկոլ Փաշինյանը այո, պատերազմից հետո էլ ունեցել է որոշակի ռեյտինգ։ Հիմա դրա մասին չի խոսքը։ Իրանք էլ գիտեն, որ հնարավոր չի, ուղղակի տեսական շանս չունեն։ Հետևաբար ընդդիմությունը պետք է պատրաստ լինի եւ փողոցային պայքարի բոլոր հնարավոր ձևերով։ Ես օրինակ վստահ եմ, որ այդ սցենարը միանշանակ պետք է ոնց որ ընդդիմությունը իր բոլոր տարբերակներում պատրաստ լինի քննարկի։ Աննա ջան, որպես քաղաքական գնահատական, չեմ ասում իրավական, որտեղ իրավական հնարավոր չի տալ։ Քաղաքական գնահատական Նիկոլ Փաշինյանին ձեր ուժը համարում է դավաճան։ Քաղաքական գնահատական նորից եմ ասում Արցախի հանձնում, Արցախահայության հանում, Հայաստանի միջամտել, շատ բաներում։ Ես նրան համարում եմ, որ Արցախի հարցով իրականացրել է պետական դավաճանություն, դրա բոլոր հիմքերը ունեմ, դրա հիմքերի մասին կարանք ժամերով խոսենք, բայց դա ոչ միայն իմ գնահատականն է, մեր ֆրակցիայի քարտուղար Արծվիկ Մինասյանը դիմել է դատախազություն առերևույթ պետական դավաճանության հիմքերով, դատախազությունը բնականաբար այդ գործը չի քննել, բայց այդ գործը մուտքագրված է գոյություն ունի դատախազություն, այսինքն երբ որ այդ հարցը տալիս եք մի քիչ էլ զարմացա, ես պետք է տայի, որովհետև մի հատ շատ իմ կողմից հարգված անձնավորության հարցն եմ սա հնչեցնում, հնչեցրեցին, գչ վիդեո տարբերակ չարեց, հասկանալի, հետո ձեզ կասեմ ում մասին է խոսքը։ Ամեն դեպքում տեսեք, դուք գնում եք, հաղթահարում եք
բոլորդ եւ եթե միանում եք, Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի դառնում։ Այդ տարբերակն է հիմա քննարկում։ Այն ուժը, որը այսօր գլխավորում է անդիմադիրների եղած տոկոսներով առաջատարանա, ուժեղ այս փուլում Որտեւ ուզում եմ Արսեն ջան, ներողություն եմ խնդրում, այստեղ մի արձանագրում անեմ։ Ինչպես գիտեք, մենք դեռ այն հիմնական հայտը չենք ներկայացրել, որը կլինի մարտի կեսերին, այսինքն կգանք ու մնացածը Չէ, տեսեք, համարում ենք, որ այս այնց աստացում, որ դուք անցնում եք եւ եթե դուք միավորվում եք, Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի դառնում։ Ձեր ուժը, եթե ուժեղ Հայաստան առաջինով է մտնում ընդդիմադիրների միավորվելու իրենց առաջարկած տարբերակը դուք ընդունում եք, այսինքն իրանք պարզ ասել են ընդունում եք ժամանակավոր կառավարիչ վարչապետ հետո 20 օրից բերում ենք օրինագիծ որը հանում է ինչ-որ արկելքներ, որպեսզի Սամվել Կարապետյանը լինի վարչապետ։ Հետո նորից կընդունենք օրենք, հետո նորից ընտրություններ, նորից վարչապետ։ Դուք համաձայն եք ձեր կայացած այդ ուժը, համաձայն եք գնալ այդ իրենց ասած սցենարով։ Թե ոչ։ Արսեն ջան, ես կարծում եմ շատ օբյեկտիվ հարց եք հնչեցնում ու շատերին է դա հետաքրքիր, բայց քաղաքական տրամաբանությունը հետևյալն է. յուրաքանչյուր ուժ գնում է իր մաքսիմումը ստանալու համար։ Չէ՞։ Հիմա եթե օրինակ ուժեղ Հայաստանը կարողանում է այնքան ձայն վերցնի, որ կարողանում է ինքը փոխի, դա նշանակում է ինքը այդ օրակարգով գնացել է, ժողովուրդը իրան այդ աջակցությունը տվել է։ Ինքը դե հիմա տեսեք, դուք արդեն ինչ որտեղ գրած տարբերակներ ունենք։ Իմ կարծիքով, իմ ունեցած հաշվարկներով, իմ վերլուծություններով հնարավոր չի, որ մեկ ուժ ոչ ԿՊ-ն, ոչ էլ ընդդիմադիրներից, որ ինքը գա 50+1-ով։ Հա, այդ միանշանակ ես էլ եմ, այդպես կարծում եմ, բայց հիմա ուժեղ Հայաստանը իր օրակարգն է առաջարկել, հանուն արդարության մենք դա ֆրակցիայում նույնիսկ չենք էլ քննարկել, որովհետև մտածում ենք, որ այս պահին յուրաքանչյուրը պետքա գնա իր մաքսիմումը ստանա։ Օրինակ մենք ասել ենք, նախագահ Քոչարյանն էլ ասել է, որ միավորումը լինելու է, այսինքն քաղաքական տրամաբանությունը այդպես, ով ավելի շատ ձայն է հավաքում, իր շուրջ էլ հիմնական կոնսոլիդացիան տեղի է ունենում։ Ես այս փուլում այդ հարցին ուղիղ չեմ պատասխանում, որովհետև նախ այդ քննարկումը չենք ունեցել։ Իհարկե կարող եմ իմ առանձին կարծիքը ասել, բայց քանի որ բանով չենք էլ քննարկել ու ես տեսնում եմ, որ այս փուլում հանուն արդարության, այս փուլում դրա մասին շատ խոսալու անհրաժեշտություն չկա, որովհետև խնդիր կա, բայց չի չեմ գալու, ես այդքան անհասանելի մարդ եմ, օրինակ Արսեն ջան, որ ասեք։ Ես լավն ասով ռուսի ասածի պես։ Լավ, օքեյ, մի պատասխանեք, պատասխանեք, հետո երբ որ կունենաք որոշում։ Հա, ուզում եմ ասել, մեր առաջնահերթությունը այս իշխանություններից ազատվելն է, պրծնելն է, մնացած բոլոր քննարկումները լինելու են, այո, ընտրական process-ից հետո մի հատ հասկանանք ով ինչքան ձայն է ստացել, ընդհանրապես ում շուրջ է միավորումը, այսինքն կախված նրանից ով ինչքան ձայն է ստանում։ Զուտ է տրամաբանություն։ Աննա ջան, ես իմ վերջին հարցս ասեմ, նախքան չենք ավարտում, մարդիկ էլ ունեն ձեզ հարցեր հղած, տեսա հոլովակով, կփորձենք իրենց նույնպես պատասխանեք, ճիշտ այնտեղ մի մոմենտ կրկնվում է հարցը երկու մարդու մոտ մոդավորապես, բայց խնդրեմ դուք պատասխանեք։ Հիմա տեսեք։ Շատ խորաշունչ քաշեցիք։ Իմ համար շատ կարևոր հարց է սա։ Իմ համար սա ճակատագրական հարց է։ Իմ համար կարեմ ասեմ արդեն կյանքի իմաստի հարց է։ Արցախի հարցի լուծման տարբերակներ մշակվում է, ունեք արդեն հետ բերելու, ոչ թե ինչ որ ձևով ինտեգրվելու ադրբեջանական բան։ Դուք ընդունում եք ընդհանրապես, որ Արցախը կարող է լինի ադրբեջանական։ Արցախը հազարամյակներով հայկական եղել է եւ Արցախը հայկական է, ու որևէ մեկը, որ հարցականի տակ է դնում այս իրողությունը, ուղղակի ես չգիտեմ, էլ այդ մարդուն ինչ ասել, ինքը ինչ արմատներ ունի առհասարակ։ Այսօր օկուպացված է Արցախը եւ դա փաստ է։ Արցախը օկուպացված է փաստ է, որ այդ խորը շունչ քաշեցիք, այդ նույն խորը շունչը ես էլ կքաշեմ, որովհետեւ գիտեք, ի վերջո իմ բանից չէ իշխանությունից այսպես ասած դուրս գալու, չնայած երբեք մաս չեմ կազմել, բայց ֆրակցիայից դուրս գալու որոշումը ինձ կապված ա եղել Արցախի հետ, դա ինձ համար շատ այսպես խորը ու անչափ կարևոր հարց է։ Այս փուլում հաշվի առնելով, որ Արցախն ամբողջությամբ օկուպացված է եւ ոչ մի հայ այնտեղ չի ապրում, մեր առաջնային խնդիրը տեսանելի ու իրատեսական հարցը պետք է լինի Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի ապահովումը եւ այդ հարցը բանակցային սեղանի վրա դնելը։
այս փուլում հնարավոր է դա իրականացնել։ Տարբերակը կասեք, ինչ տարբերակ, օրինակ ադրբեջանական փաստաթղթերով, թե ես այսօր պարզա չէ, որ չեմ կարող, որովհետև հարգում եմ եւ մեր արցախցիներին եւ ընդհանրապես հայ ժողովրդին, ես այսօր չեմ կարող ասել, որ մենք գալու ենք ու վաղը ռազմական ճանապարհով վերադարձնելու ենք Արցախը, որովհետև մենք այդ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիները արդյոք մեզ այդ բանակը, տնտեսությունը եւ այլն թողել են, որ մենք նույնիսկ սեփական տարածքային ամբողջականությունը կարողանանք պաշտպանել, ցավոք այդպես է։ Հետևաբար իշխանության գալով պետք է իրատեսական ժողովրդի հետ անկեղծ լինել ու ասել, որ այս պահին Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի ապահովումը եւ միջազգայնացումը պետք է լինի Արցախի հիմնախնդրի մեր առաջին փուլը, որ մենք պետք է կարողանանք անել։ Վաննա ջան, խնդրում եմ, ես շեշտեք։ Տեսեք, մի հատ ասում եմ, եկեք բան անենք, քանի որ դիվանագիտական լեզու է ասա։ Պետք է նախ եւ առաջ միակ սուբյեկտով կարող Արցախի ժողովրդի մասին խոսել Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Օրակարգ, աշխարհի օրակարգ մտցնեք Արցախի հարց։ Այո։ Ճիշտ եմ Հա, ասում։ իսկ դուք գիտեք, որ այսօր չկա, չէ՞ դա։ Հիմա որpիսի ինչ որ հարց լուծվի, այդ հարցը նախ պետքա մտցնել, չէ՞ դա օրակարգ։ Հիմա ինչքան ստորանալու բան է, չէ՞, Շվեյցարիայի պարլամենտը քննարկում Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը, Կանադայում հայտարարություններ են ընդունվում, իսկ այս կառավարությունը հայտնում է։ Ես ճիշտ եմ հասկանում ձեզ։ Բնականաբար մեր ժամանակա պետք ու պետք է սկսել փոքր իրատեսական քայլերից։ Իսկ օկուպացված տարածքների պահով արդյոք օրինակ դուք չեք մտածում, որ գալիք իշխանությունները, որոնք Նիկոլ Փաշինյանից հետո գալու են Հայաստանի Հանրապետություն կառավարելու, իրենք իրավունք չունեն խոսելու այդքան մեղմ, քանի որ մեր տունն են մտե։ Մենք կարանք հասկանանք, որ կգա օրը մի օր իշխանություն, որը կասի՝ տալիս եմ ձեզ 48 կամ 72 ժամանակ, եթե դուք չեք հեռանում մեր տարածքներից, ապա մենք ռազմական գործողություն ենք սկսում ձեր դեմ։ Արսեն ջան, հիմա այդ հարցադրումով դու գիտեք չէ, որ այս իշխանության հիմնական ռոպագանդան ինչն է, որ մենք պատերազմ ենք ուզում, գալ ենք պատերազմ սկսենք։ Դուք բառոցի ասիք, որ մենք գալ ենք, ռազմական գործողություններ սկսել։ Չի, պատերազմ, երբ որ մենք հայտարարում ենք պատերազմ Ադրբեջանին, մտնում ենք ռազմական գործողություններ։ Ես հասկանում եմ, բայց մարդկանց ընկալումների մեջ ռազմական գործողություն ինքնին պատերազմ է նշանակում։ Ես ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը բոլոր տարբերակները իր համար պետք է ունենա իր տարածքային ամբողջականությունը ապահովելու համար, որը հիմա խախտված է։ Բոլոր տարբերակները դիվանագիտականից մինչև ռազմական, արդյոք հիմա դու պատրաստ ես ռազմական ճանապարհով հարցը լուծես։ Ես ներողություն եմ խնդրում, բայց այս մարդիկ, որ այս կառավարությունը արդյոք մեզ նման ժառանգություն հնարավորություն ստեղծում է քո տարածքը, չեմ ասում ուրիշ բան, քո տարածքը պաշտպանելու համար։ Ես դա չեմ տեսնում։ Ամենաիրատեսական, չնայած երբեք չեմ բացառել, քո տարածքի մասին է խոսքը, չէ՞, ուրիշ բանի մասին չի խոսքը։ Իրանց հեռացնելու բոլոր տարբերակները քննարկելի է։ 90-ականներին մենք չունեինք շատ մեծ հնարավորություններ։ Համենայն դեպս դուք երիտասարդ եք եղել։ Հավատացեք, եթե ուժեղ իշխանությունը գա, ուժեղ լիդերով, ամեն ինչ հնարավոր է։ Հիմա օրինակ կա սահմանազատման իբր գործընթաց, չէ՞, որ Տավուշում տարածքներ հանձնեցին ու տեղը ոչինչ չստացան։ Հիմա չի գալիս։ Այո, բնականաբար։ Հիմա ասում ես լավ, իշխանությունն ասում ես լավ, դու սահմանազատման process-ով ես գնում, օքեյ, լավ process է, ենթադրենք։ Երբ է ազատվում Սյունիքից, զորքերը երբ են դուրս գալիս Ադրբեջանից, ու ես վստահ եմ, որ մինչև ռազմական ճանապարհի որևէ տարբերակ քննարկել, հələ դիվանագիտական մեծ աշխատանք կա իրականացնելու, որ չեն անում։ Դուք լսել եք, որ այս իշխանություններն ասենք ջերմուկից երբ եք դուրս գալիս ադրբեջանցիներ, այդ հարցը չի քննարկվում այս մարդկանց։ Լեգիտիմացրել են։ Իհարկե, իսկ ես տեսնում եմ հիմա ադրբեջանցիները ինչպիսի ռազմական կառույցներ են կառուցում, ինժեներական կառույցներ են կառուցում մեր երկրի տարածքում։ Հիմա եկել մեզ համոզում են, որ այդ մարդիկ պատրաստվում են դուրս գալ։ Հիմա գալով են նույն Արցախի հարցից լիդերի եւ Նիկոլ Փաշինյանի այդ տարբերությունն եմ ուզում հասկանալ։ Եթե ինքը դիվանագիտորեն է ինչ որ ձևի կամ ոչ մի բան չի անում, ուժեղ լիդերը ինչ անելու։ Հենց այդ եմ ասում, որ նույն Արցախի հարցով, երբ որ ասում են պետքա նախ եւ առաջ բերել օրակարգ։ Հիմա դուք հասկանում եք, չէ՞, որ մեր տարածքների դեօկուպացիայի հարցը օրակարգում չէ։ Այս իշխանության ներկայացուցիչներ կարող են առավոտից իրիկուն ակլորանալով ասել, այո, մեր օրակարգում է, մենք հետ ենք բերելու սահմանազատման արդյունքում եւ այլն, տարական հարց է տալիս։ Երբ է դա տեղի ունենալու։ Արդյոք դուք դա դրել եք քննարկման առարկա դարձրել եք։ Ուզում եմ ասել, առաջնորդը հաջորդ իշխանությունը առնվազն դա դարձնելու է օրակարգ։ Անա ջան, Ադրբեջանի հետ առևտուր անելու եք թե ոչ։ Ինչ նշանակում առևտուր անելու։ Ինչ որ հիմա են անում։ Բենզին են բերում, չեմ, բամբակ են բերում այնտեղ Ես այսպես կպատասխանեմ։ Մեզ համար իհարկե կարևոր կլինի տարածաշրջանային բոլոր երկրների հետ նորմալ հարաբերություններ ունենալը։ Արդյոք այսօր Ադրբեջանի հետ հարաբերությունները կարելի է համարել
նորմալ ու ոգևորվել ինչ որ առևտուր անելով։ Երբ որ քո իրականում քաղաքականության մեջ արժեհամակարգային խիստ սկզբունքներ կան, երբ որ քո հայրենակիցները բանկվի բանտերում, այսպես կտանքների են ենթարկվում, իրանց ցմահ դատապարտում են ու Հայաստանի Հանրապետությանը համարում են արևմտյան Ադրբեջան, որտեղ պետք է ադրբեջանցիներ գան ապրելու։ Հա, երբ որ մեր տարածքները օկուպացված են, ոգևորվել առևտրից պետք չի, այսինքն նախ պետք է գնալ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ամբողջ սպեկտրը փակել, նորմալ հարաբերություններ հաստատել, նոր ոգևորվել առևտրից։ Առևտուր բանը նորմալ է, էլի, հարաբերությունների կարգավորումից հետո միգուցե եւ խոսենք առևտրից, բայց մինչեւ շատ ծիծաղալի է հնչում, էլի, օրինակ էժան բենզին բերելը այդտենց մեծ հաջողություններ ներկայացնելը։ Ես հասկացա, ինձ թվում է, որ մեր հետևորդները նույնպես հասկացան ինչի նկատի ունեք։ Խնդրեմ, հարցերի Добрый вечер, уважаемая Анна Арамовна. Моя фамилия Петросян. Зовут меня Валерий. Я прошу прощения, что задаю вам вопрос на русском языке, а не на нашем армянском. Но это делается с той целью, чтобы я мог правильно и грамотно изложить свою речь. Итак, мой вопрос таков. На протяжении долгого времени со стороны премьера-министра Армении и его сподвижников идет тотальное гнобление на самого главного священнослужителя для нашего великого армянского народа. Скажите, пожалуйста, какова реальная причина того, что происходит сегодня? Вы можете ответить на том языке, который посчитаете нужным. Благодарю вас. Շնորհակալ եմ հարցի համար հարգելի Վալերի, բնականաբար հայերենով կպատասխանեմ։ Հիմնական պատճառը ես բազմաթիվ առիթներ ունեցել եմ ասելու, շարունակում եմ պնդել, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջն է մեր ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ իրականացված այս ամբողջ արշավը, որ նույնիսկ ժամանակագրության առումով վերցում նայում ես թե Փաշազադեն ինչ է ասել, ու հետո Նիկոլ Փաշինյանը ինչու մեկ էլ հանկարծ կառավարության նիստում որոշում է հիշել, որ մեր եկեղեցիները չուլան են, հետո այսպես բանը ամբողջ արշավը սկսում է շատ ակնհայտ է դառնում, որ կա հարևան երկու պետություն, թշնամական մեր դեմ տրամադրված, որոնք ուզում են քանդել մեր հիմքերը ինքնության, որի անբաժան մաս է կազմում մեր եկեղեցին, հետևաբար այդ ամբողջ քաղաքականությունը գնում է։ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես այս դեպքում գործիք է թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռքին մեր ինքնությունը ոչնչացնելու համար։ Իսկ ամբողջ աշխարհով հիմա խայտարակ եղանք, որ մեր կաթողիկոսի նկատմամբ քրեական վարույթ է սկսվում, ամենավերջին բառապաշարն է օգտագործվում։ Евроньюզի այս գլխագրերում հայտնվում է Նիկոլ Փաշինյանի անպարկեշտը մեղմ ասած էլ այդ հայտարարությունները։ Հա, եթե հիմնական հարցն այն է, թե ինչու է նա դա անում, նա դա չի կարող անել ներքին քաղաքական տրամաբանությունից, որովհետև դա իրան բացասականից բացի ոչինչ չի տալիս։ Եթե նկատել եք, հիմա ինքը օրինակ դադարեցրել է այդ process-ը, մեծ հաշվով դադարեցրել է, նկատում եմ հայտարարությունները, բան դուք հիշում եք, մի ընթացք կար առավոտը վեր էին կենում Կտրիշ Ներսիսյանով, գիշերը քնում էին Կտրիշ Ներսիսյանով։ Հիմա ով է խոսում։ Ոչ մեկ չի խոսում, որովհետև հասկացել են, որ ներքաղաքական առումով դա ոչինչ չի տալիս։ կոնսոլիդացիա անգամ ԿՊԱ-կանների Այո, ԿՊԱ-կանները նույնիսկ հրաժարվում են այդ օրակարգի մեջ լիարժեք մտնել, իսկ վերջին հարցումները ցույց են տալիս, որ այդ արշավից հետո ավելի է բարձրացել։ Այո, եկեղեցու նկատմամբ վստահությունը ավելի է բարձրացել։ Հետևաբար իրանք փորձել են ներքաղաքական առումով դա իրան ոչինչ չէր տալու, դա բացառապես ադրբեջանական օրակարգ էր, որ Նիկոլ Փաշինյանը ուղղակի իրականացնում։ Խնդրեմ լսենք։ Բարև ձեզ, հարգարժան Աննա ջան, թույլ տվեք սկզբից շնորհավորել ձեզ կանանց միջազգային տոնի արդիվ մարտի 8-ի, շնորհավորում եմ, ցանկանում եմ ամենայն բարիքներ, համբերություն, առողջություն։ Իսկ հիմա իմ հարցը։ Ես շատ անգամ ասենք հետևում եմ ձեր ելույթներին, քննադատությանը, իշխանության, ու ճիշտ քննադատությանը։ Բայց ինձ հետաքրում է այս ձևի հարց, էլի օրինակ, դուք ասենք քննադատում եք իշխանությանը, որ իրանց օրոք Ադրբեջանին հարձակվել է ու օկուպացրել մեր տարածքի մի մասը։ Ունդեղ նստած են, ու այս գործող իշխանությունները ոչ մի բան չեն ձեռնարկում։ Օրինակ ինչ է առաջարկում ձեր ուժը, ինչ կարելի է ձեռնարկել։ Որն է ձեր տեսլականը իրենց մեր հողերից հանելու համար։ Շնորհակալություն։ Նախ շնորհակալ եմ։ Երկրորդ հարցն էլ է սրա նման, թույլ տվեք երկրորդ մարտին։ Բայց մի հատ շնորհակալություն հայտնեմ Մարտի 8-ի բան շնորհավորանքների հետ կապված, շնորհակալ եմ բարեմաղթանքների առումով։ Բարև Տիկին Գրիգորյան։ Իհարկե։ Էլի ես եմ։ Տիկին Գրիգորյան, դուք ինձ շատ լավ եք ճանաչում, թե ինչքան ժամանակ է ես պայքարի մեջ եմ, թե Արցախի,
թե Հայաստանի Հանրապետության համար։ Ինչ շատ է հետաքրքրում, քանի որ շատ հարցեր ունեմ, բայց ամենակարևոր հարցերից մեկն է անվտանգության հարցը։ Ինչ շատ է հետաքրքրում ձեր ուժը, երբ որ գա իշխանության, ոնց եք պատրաստվում ադրբեջանցիներին հանել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ եւ Արամին եւ Արմենին հարցերի համար։ Արմենին ցավոք դեռ ազատ արձակվելուց հետո տեսնելու հնարավորություն չեմ ունեցել, բայց երևի իրավաբանության մեջ այդ գործը ամենա տենց ծիծաղաշարժ գործերից մեկն է լինելու ծվածեղ սարքելու համար ամիսներ շարունակ նստած լինել Արմեն ջան հուսով եմ։ Հիմա ալերգիա ունի ծվածեղից, ասեմ։ Հա, մեծ հաշվով այդ հարցադրումը մեր տարածքների դեօկուպացիայի մասով մենք կարճ քննարկում ունեցանք եւ այդ դեօկուպացիայի հարցը սկսելու է այդ հարցը բանակցային օրակարգ բերելուց, այսինքն նախ եւ առաջ դու պետքա քո համար դա որպես առաջնահերթություն ընկալես։ Հիմա այս իշխանությունների համար նոր ստատուս քվոն սա է։ Հիմա դե լավ, ինչ վերցրել են, ինչ բարձունք վերցրել են, անունը դնենք խաղաղություն, առաջ գնանք։ Մենք ասում ենք այդպես չի լինում։ Դու չես կարող ամեն անգամ ճանապարհով գնաս, ես դա ասում եմ, որովհետեւ անձամբ դա տեսնում եմ ամեն անգամ դեպի Սյունիք գնալուց նայում ես այս կողմ, նայում ես այն կողմ, իրանք նստած են։ Հետևաբար բերում ես օրակարգ քո տարածքների դեօկուպացիայի հարցը, դա դարձնում ես բանակցային թեմա։ Հիմա ես հասկանում եմ, որ մեր ժամանակը կարճ է, հա։ Դեռևս ունենք։ Հա, ժամանակը կարճ է, բայց ես հո գիտեմ այդ բանակցային այդ այսպես կոչված խաղաղության փաստաթուղթը, երբ որ քննարկվում էր, բանակցվում էր, մի քանի տարբերակի մենք գնացել ծանոթացել ենք։ Ու եթե սկզբնական ժամանակահատվածում բուն փաստաթղթի մեջ դրված էր ինչ որ քարտեզներ, որոնց հիման վրա Ադրբեջանը պետքա դուրս գար տարածքից, Ադրբեջանի պահանջով դրանք հանվել է։ Այսինքն բանակցությունների օրակարգից մեծ հաշվով այդ ընդհանուր խաղաղության պայմանագրից հանվել է այդ դրույթը։ Հիմա երբ որ ասում ենք, բա խի չի հիմա դեօկուպացիոն, բայց կառավարությունը արդյոք այդ հարցը դրել է սեղանին։ Մի նայեք հայտարարություններին։ Համար որովհետև Ալիևն ասել է ինչ ուզում ես դիր, մեկը չեմ անելու։ Դե հենց այդ է հարցը։ Կամ դրեցիր գնա ուրեմն Քանի որ պետք է լինեին ընտրություններ, Նիկոլ Փաշինյանին պետք էր տենց մի թուղթ, ինչ որ Ադրբեջանի դուր չէր գալիս, հանում էր, այնքան որ այդ թուղթը ստանա։ Հիմա դա բանի իր աթոռը ամեն կերպ պահող մարդու քաղաքականությունն է։ Մենք հիմա խոսում ենք այն ուժերի մասին, ովքեր կգան ու երկիրը կարգի կբերեն, հա, այսինքն պետական շահով կառաջնորդվեն, ու այդ մարդկանց համար առաջնահերթություն է լինելու սեփական տարածքների դեօկուպացիան։ Դրա համար նախ եւ առաջ դա օրակարգ դարձնել է պետք, եւ եթե պայմանական սահմանազատում դիվանագիտական ճանապարհով պետք է գնանք, այո, դիվանագիտական ճանապարհով բա դրեք այդ հարցը։ Բայց եթե տավուշում այս տարածքները հանձնեցիք, մեր բանը զորքերը հետ քաշեցիք, բա հիմա հատ էլ Սյունիքով սկսեք, խի չեք անում։ Այսինքն Հա, WhatsApp-ը ունեն, դե զանգեն, ասեն Տրամփ ջան, մի հատ սենց արա էլի գոնե մեր համար, միտեղ գոնե մենք պլյուս ունենանք, էլի։ Հա, ես ուզում եմ Արամին եւ Արմենին ասել, որ դա մեզ համար առաջնային օրակարգ է լինելու, որովհետեւ հարգանք իրան ցանկացած ղեկավար պետքա հարգի սեփական տունը, հայրենիքը գոնե պահպանելու այն տարածքով, որ ինքը, այսինքն պարտավոր է պահել ընդհանրապես իշխանություններին, գնահատում են նրանով, թե ինքը ոնց է պահում անվտանգությունը պետության ու ժողովրդի։ Այսօր քո պետության տարածքները գրաված են, ժողովրդի ներսում էլ բանի թմրանյութերից մինչև կրիմինալ իրավիճակ անվտանգություն չկա։ Հետևաբար ասֆալտ, այդ քանդվող ասֆալտը, մնացած այլ բաները, դպրոցը եւ այլն, ինչը լավ է որ կառուցվում է, դրանով չի որ գնահատում են իշխանությանը, նախ եւ առաջ թիվ 1 ֆունկցիան ցանկացած իշխանության անվտանգությունը կարողանում ես պահել, թե չէ։ Շատ լավ, եւս մեկ հարց։ Դուք չեք համարում, որ ասենք օրինակ բոլոր անցյալում եղած նախագահների ռեյտինգը այսքան ավել այնքան չունի, որ կարողանանք հաղթենք այսօրվա ԿՊ-ին։ Վարկանիշի բանով եմ ասում, այսինքն ժողովրդի կողմից այդքան միանշանակ չի ընդունվում անցյալում իշխանավորներ եղածներին, ինքը հարցի վերջում ասում է միգուցե ձեր նման ազնվորություն, որ ունի այսօր շատ բարձր վարկանիշ, ինքը գլխավոր էր ցուցակը եւ ավելի մեծ կոնսոլիդացիա լիներ ձեր ուժի, սա կոնկրետ հարց է ու շատ լուրջ հարց է, ավելի մեծ կոնսոլիդացիա լիներ ձեր ուժի մոտ, որտեղ այդ նույն նախագահան կարար ձեր նաեւ գլխավոր խորհրդականներ կամ նաստավնիկներ ռուսերեն նորից ասեմ, ու մենք հասնեինք հաջողության, վերջ-վերջո, այդ հարցը դրանում է։ Հիմա այդ հարցը նկատնեմ արդեն հնչեցել, թե ձեր կողմից այդ հարցին ես պատասխանեմ։ Իմ կողմից այդ հարցին պատասխանեք, եթե կարելի է։ Հա, տեսեք, հո բան չի էլի, այսպես բոլոր հաշվարկներն իրականացվում են Արսեն ջան, իսկապես։ Ինչքան էլ որ ասեք, որ մարդիկ, բնականաբար մի խումբ մարդիկ
կան, ովքեր չեն ընդունում նախորդ նախագաների գործունեությունը, օքեյ, այդ մարդիկ գոյություն ունեն, հո մենք չենք շղթելու, որ չկան։ Միևնույն ժամանակ կա մարդկանց մի մեծ խումբ, ովքեր ընդունում եւ ուզում է, որ երկիրը առաջնորդի մարդ, ով փորձ ունի, ով որոշակի անցած ճանապարհ ունի, այս աշխարհաքաղաքական այս турբուլենտ փուլում կկարողանա հավասարի պես խոսել եւ Ալիևի հետ, եւ Էրդողանի հետ, եւ Պուտինի հետ, եւ Տրամպի հետ։ Ես ուզում եմ, որ մենք գանք նաեւ այն բանից դիտանկյունից, որ մեր երկրի հաջորդ ղեկավարը հաջորդ օրը պետք է բանակցի Ալիևի հետ, Էրդողանի հետ, Պուտինի հետ, Տրամպի հետ։ Հատուկ բանակցող կարա լինի։ Չէ, նկատի ունեմ, որ պետք է ճիշտ գնահատել մարդկանց ռեսուրսը, ճիշտ հասկանալ, ես երբեք էլ չեմ ասել, որ նախկինում ամեն ինչ իդեալական է եղել, բայց այս ճգնաժամային փուլում ով կարա լինի այդ մարդը, ով գնա հաջորդ օրը այդ մարդկանց հետ բանակցի։ Ու հետո սխալ հասկացաք ինձ։ Օրինակ դուք օրինակ եմ ասում։ Դուք եք վարչապետը ու դուք մեծ լիազորություններ եք տալիս նույնը Ռոբերտ Քոչարյանին հրամանագրով, որ այդ բանակցային ամբողջ այդ շղթան ինք իր ունեցած գիտելիքներով բանով կազմակերպի։ Ես դրանում խնդիր չեմ տեսնում։ Արսեն ջան, ես իհարկե շատ շոյվում եւ շնորհակալ եմ գնահատականների համար, որ հիմա ինձ ա տրվում, բայց վախենամ, որ դա ավելի սենց սուբյեկտիվ կարծիքներ են, որովհետեւ մենք էլ հո բան ենք անում, չէ՞, այսպես տարբեր հարցումներ անում ենք եւ այլն, հատկապես կնոջ մասով, որովհետեւ սա հիմա ինչի եմ այսպես անդրադառնում, որովհետեւ վերջին շրջանում հաճախ եմ լսել այս բանը, որ ենթադրենք ես բանը լինեմ, հա, առաջնորդեմ թիմը, բայց ես տեսնում եմ, որ նաև կնոջ գործոնը միգուցե սխալվեմ ու հիմա մեզ լսողներն էլ կարող են իրանց կարծիքը գրել, ոչ միայն իմ անձի հետ կապված, այլ կնոջ գործոնը միանշանակ չի ընկալվում լայն հասարակության կողմից։ Հիմա այդպես չեք կարծում, հարգելի Արսեն։ Հիմա ես խոսում եմ օրինակ ակտիվ, բանիմաց, քաղաքացու, տղամարդու հետ։ Այո, ես խոսում եմ հիմա դուք ասեք կարիք ունենք հիմա, ճիշտն ասած, մենք դաժե ոնց ասեմ, զգում ենք այդ կարիքը, որպեսզի կանայք ավելի ակտիվ լինեն այս գործընթացների մեջ, բայց առաջնորդները։ Չէ, առաջնորդներ նույնպես, ինչու ոչ։ Օրինակ ազգային ժողովում ես ձեզ եմ տեսնում, Աննա Մգրչյանին եմ տեսնում, եւս մի քանի հոգու տեսնում եմ, ով ակտիվ գործունեություն ունեցած։ Այն ինչ որ դուք եք անում, ամբողջ մեծ խմբակցություն չի անում։ Հավատացեք, ես հիմա գիտեմ, որ դուք համեստություն եք անելու եւ այլն եւ այլն։ Երբ որ դուք եք խոսում, ես գործերս մի կողմ եմ դնում, նստում ուշադիր լսում եմ, որովհետեւ գիտեմ, որ դուք ցավում եք այն ինչու մասին, որ դուք խոսում եք։ Նույնը Աննա Մգրչյանը, երբ որ խոսում է, ես չեմ տեսնում պոպուլիզմ, տեսնում եմ որ ինքը չի ուզում շփվի անգամ ԿՊԳ-ների հետ, դա իմ համար ընդունելի է։ Բայց երբ որ տեսնում եմ ինչ-որ մեկը ելնում է հերթական գալեչկա դնելու, որ ինքը հասավ ամբիոն, ընդդիմադիր, շատ կներեք։ Դրա համար ես չեմ համարում, որ դուք ավելի թողների ինձ նախագան, նորից եմ ասում, իմ ունեցած տվյալներով դուք ավելի բարձր վարկանիշ ունեք, քան Ռոբերտ Քոչարյանը։ Դե ես ասում եմ, ինչ որ ես գիտեմ, իմ կարծում եմ, հա, բայց ավելի շատ մեծ կլներ կոնսոլիդացիան։ Ես ձեզ չեմ թիրախավորում հիմա։ Ընդհանրակը մտածեք։ Չէ, մենք բնականաբար բոլոր տարբերակները քննարկել ենք, ամենայն անկեղծությամբ ասում, բոլոր տարբերակները քննարկել ենք։ Առաջիկայում մարտի կեսերին, ինչպես ասացի, մենք մեր հիմնական հայտը ներկայացնելու ենք քաղաքական թիմի, առաջնորդի եւ ծրագրերի մասով եւ իմ հիմնական այս հարցադրմանը ի պատասխան նաեւ պարոն Ֆարմանյանի պետք է ասեմ, որ ես շատ զգացված եմ այն գնահատանքի համար, որ դուք հնչեցրեցիք եւ նաեւ Արսենն է նաեւ այդ դիտարկումը շարունակում, բայց ես վախենամ, որ այս փուլում ոչ միայն Աննա Գրիգորյանի մասով, այլ որևէ կնոջ մասով լայն ներգրավվածություն քաղաքական կոնսոլիդացիայի առումով հիմա համասում հնարավոր չի, բայց հիմա համասում եմ վախենում եմ, որ ոնց որ մնացած կանանցել եմ, էլի մտցնում այս դաշտ իմ պատկերացումն է, որովհետև կարող են լինեն կանայք, ովքեր որ դա կարողանան անել ամենայն հարգանքով բոլոր հիմա գործող ակտիվ քաղաքական կին գործիչների նկատմամբ, որովհետև իրանք կարող այլ տեսակետ ունենալ, հիմա դուք ներշնչում մարդկանց մեջ, հավատացեք, դուք այն ինչ որ դուք ասում եք որպես մայր, որպես հայուհի, որպես ծրդացավ ի նկատի ունեմ այն կանայք, ովքեր ակտիվ են այսօր, ավելի շատ մեծ են մարդկանց, հասկացեք, մենք ոչ մի բան ես չունեմ Ռոբերտ Քոչարյանի դեմ քաղաքականությունից դուրս, ոչ մի բան, քաղաքական դաշտում ունեմ հարցեր, անցյալում եւ հիմա մարդ եմ, քաղաքացի եմ, ունեմ այդ հարցերը, բայց ես ավելի շատ հիմա հարմար կգտնեի Նիկոլ Փաշինյանի հեռացման մասին է խոսքը,
Ավելի հարմար կգտնեի ձեր անձի շուրջ համախմբումը, հասկացեք, ես հենց այն չեմ ասում։ Ես հասկացա, Արսեն ջան, երկու հատ գործոն կա։ Այդ հետո տվյալները ինձ մի հատ խնդրում փոխանցել։ Երկու գործոն կա։ Առաջինը ամենամեծ կոնսոլիդացիան, ու մեր հիմնական բանը դա եղել, ամենամեծ կոնսոլիդացիան, ում շուրջ հնարավոր է իրականացնել, ու մենք գիտենք այդ դրա պատասխանը, ու առաջիկայում կլսեք։ Եվ երկրորդը ով կարող է, չէ, սյուրպրիզ մեծ հաշվով չկա։ Ու երկրորդը ով կարող է իրավիճակ փոխել հաշվի առնելով իր անցած ճանապարհը, իր փորձը, իր մի հատ փորձենք վիզուալիզացնել։ Ընտրության հաջորդ օրնա մի հատ սեղանի շուրջ Ալիևն, Էրդողանն, Պուտինն, Տրամպն, փորձեք վիզուալիզացնել ու այդտեղ այդ եւ Հայաստանի Հանրապետության կողմից գործուղված Ռոբերտ Քոչարյանը, որը ունի ուրիշ ստատուս, ոչ վարչապետի։ Հասկացեք, հնարավոր է, էլի տարբեր։ Ես ձեր կարծիքը լսեմ։ Ես հենց հիմա Ռոբերտ Ցետրագիչին հրավիրում եմ իմ ոդկասթին հյուր, կամ ես կգամ ինչ որ որևիցե միտեղ, տաղավար, որտեղ կուզենամ այդ հարցերը հնչեցնեմ ու իմ համար նույնպես պարզ լինի, թե արդյոք միգուցե ես սխալվում եմ։ Ձեր ասած ավելի ճիշտ է, վերջին հարցն էլ լսենք, այս մի քիչ քաղաքականությունից դուրս է, ավելի շատ Ուրեմն հարց Աննա Գրիգորյանին, նախ շնորհավորում եմ ձեզ այս մեկ ամսյակի առիթով մարտի 8-ի հետ կապված, ցանկանում եմ առողջություն, հաջողություն եւ անսահման երջանկություն։ Ուրեմն հարցը վերաբերում է թվային հարթակներում տիրող վերջին օրերի զարգացումներին, թե հավաքների տեսքով, թե արծած հարթակներում բարձրացված խնդիրներին վերաբերվող, թե տարբեր հանդիպումների վերաբերվող դուք պետք է ներկա լինեիք հավաքներին, քանզի հավաքների կոչերում հնչել է, որ լինելու են падգամավորներ, Մեսրոպ Մանուկյանի հետ զրույցում հասկացել եմ, որ դուք պետք է ներկա լինեք, ինչու չեք եկել, ինչն է եղել պատճառը վերջնական որոշման եւ ինչպես եք վերաբերվում առհասարակ թվային հարթակներում տիրող խնդրին եւ վերջին շաբաթներում զարգացումներին եւ քանի որ մենք սկսենք նորից նախաձեռնությունը առաջարկների փաթեթ էր կազմել ուղարկել է սկզբում Հայկ Սարգսյանին եւ նաեւ Մեսրոպ Մանուկյանին, որ փոխանցվեր ձեզ, արդյոք ստացել եք այդ առաջարկների փաթեթը եւ ինչն է եղել պատճառը, որ դեռ ընթացք չի տրվել ձեր կողմից։ Մենք նկատել ենք, որ Հայկ Սարգսյանը որոշակի ընթացք է տվել, բայց միևնույն ժամանակ ակնկալում ենք նաեւ ձեզանից այդ ուղղությամբ քայլեր, ինչն է եղել պատճառը, որ որևէ հետադարձ կապ մեր առաջարկների փաթեթին վերաբերվող ձեր կողմից չի եղել։ Արդյոք ստացել եք, չեք ստացել, կամ կլինի, թե չի լինի առաջիկայում, կամ առհասարակ եղել են քննարկումներ եւ որից հետո կայացրել եք չարձագանքելու որոշում։ Խնդրում եմ անդրադարձեք թվային հարթակների խնդրին, քանի որ ինքը մեծ հասարակական շերտեր է ներգրավում ու կարևոր խնդիր է։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ եմ, եթե չեմ սխալվում, չներկայացավ Աննա, այս բանը չհիշեցի, նախ շնորհակալ եմ շնորհավորանքների համար։ Նախաձեռնության Հա, իրականում շատ ճիշտ եք ասում, ես անձամբ շատ ուշադիր հետևել եմ պարոն Մեսրոպ Մանուկյանի կողմից նախաձեռնված եւ ակտիվ ներգրավվածություն ունեցող այդ գործընթացին, տաքսիստների հետ կապված ինքս այդ հարցով, քանի որ հիմնական իմ բանը տրանսպորտային միջոցը տաքսիներն են, ես շատ հաճախ եմ շփվում իրենց հետ եւ իրանք անընդհատ ամեն նստելուց ասում եմ ձեր խնդիրների մասին խոսեք ու մի ամբողջ փաթեթ ես ինքս ունեցել եմ։ Հետո երբ որ Մեսրոպը զանգեց ու ասեց, որ այ նման process կա եւ այլն, ես ասացի ինչով կկարողանամ կներգրավեմ։ Ճիշտ է ասում էր հարգելի քաղաքացին, որ այդ օրը բանի այդ ցույցի ժամանակ մենք էլ պետքա գնանք, ես անձամբ ասել էի, որ պետքա գնամ, այդ օրը նիստ ենք ունեցել, երկարաձգվել է, չեմ հասցրել գնամ ու որի համար ներողություն եմ խնդրում։ Հաջորդ ցանկացած նման, այո, փաթեթը ստացել ենք, Մեսրոպի հետ մենք մշտական կապի մեջ ենք։ Հենց հիմա որ ես դուրս գամ Մեսրոպի հետ իհարկե կխոսեմ, որովհետև այնտեղ կարծես թե հետո բանակցություններ գնացին կառավարության հետ Պապոյանը կանչել էր, ինչ որ բան էին քննարկել ստաժի հետ կապված եւ այլն։
Այս պահին ես մի հատ ինֆորմացիայի պակաս ունեմ, մի հատ դուրս կգամ, մեծ րոպե հետ կխոսեմ, հասկանամ այնտեղ ինչ կառավարության հետ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել, որովհետև բանկերի հետ էլ կապված դե գիտեք, որ իրանք չեն կարողանում վարկ ստանալ հաշվի առնելով, որ փաստացի գրանցված աշխատող չեն։ Նկատի ունեմ մի հատ update կանեմ իմ ինֆորմացիան, ինչ որ փուլում են հասել, կառավարությունը ինչ առաջ տվել, ինչ առաջ չի Իմ տվել։ միջոցով կարաք փոխանցեք ինֆորմացիան, ես իրանց հետ պաստը միշտ կապի մեջ Հա, եմ։ շատ լավ իմացեք, հարգելի քաղաքացի եւ մեր հարգելի բանի տաքսուվարորդներ, մենք միանշանակ ձեր կողքին ենք, ես չգիտեմ Հայկ Սարգսյանը ինչ է առաջ տվել, ինչ ուղղությամբ է գնացել, բայց այն որ մենք միանշանակ ձեր բոլոր հարցերը եւ կբարձրացնենք եւ առաջ կտանենք, մի վարքյան չկասկածեք։ Հիմա խոստանում եմ, դուրս գամ մի հատ Մեսրոպ Մանուկյանի հետ խոսեմ, պայմանավորվեմ ու առաջ գնանք։ Շատ լավ, Աննա ջան, այնքան հաճելի է ձեր հետ զրուցելը, դուք չեք պատկերացնում, այնքան հանգիստ է։ Դուք նախ առաջինը դուք եք այդ հանգստությունը տալիս անգամ հաղորդավարին, ով որ այս հաղորդումը վարում է։ Ձեր ներկայությունը, ձեր հանգիստ պահվածքը, ձեր հարցերի ոչ ջղաձգված պատասխանները վստահություն են ներշնչում։ Ես այդ վստահության մասին եմ խոսում։ Որ Շնորհակալ եմ շատ Արսեն ջան։ Երբ որ մարդը նստած է քո դիմաց, որ դու վստահ ես, որ ինքը քեզ չի խաբում, ինքը ասում է այն ինչ որ կա, շատ ողջունելի է, բայց մի հատ անակնկալ է ձեզ, մեր հաղորդաշարի մենք ձև ենք փոխել, արդեն երկրորդ հաղորդումն է, որտեղ մեր լավ ընկերուի, լավ հետևորդներից մեկը փորձում է այստեղ պատժաշկա անել մեզ։ Վայ, ինչ լավն է։ Ես դες մեր հաղորդաշարի կողմից նվիրում եմ սա։ Շատ շնորհակալ եմ։ Որովհետեւ հիշողություն լինի ձեզ, որ առաջին Ոնց է արտասանվում, եկեք մի հատ։ Որը։ Չէ, դա դրա հետ կապ չունի, հա, կներեք, հա։ Էսի կապ չունի։ Հա, շատ լավն է, շնորհակալ եմ շատ։ Կարանք ասենք հայուի։ Հայուհի, հա։ Իրական հայուի։ Իրական հայույուն տվեցինք իրական հայուի կուկուն։ Այ, շնորհակալ եմ շատ։ Շատ շնորհակալ եմ։ Մի բան, գիտեք, սա տեսա ինչ հիշեցի։ 10 երևի 7 թիվն էր Արցախում էինք Շուշի, այնտեղ հիշում եք թանգարանը, Շուշիի պատմամշակութային թանգարանը։ Այնտեղ առաջին հարկում այսինքն շատ սիրուն բաներ կային պատրաստած, երկու հատ վերցրել էի, մի հատ մեր որտեղ ես եմ հիմա ապրում այդտեղ իմ նկատեմ իմ ամուսնու երեխայի հետ եւ մի հատ էլ Կապանում ծնողներիս տան համար նմանատիպ մի բան էր ու հիմա մտքով գնացի այնտեղ Շուշի գնացի ու շատ շնորհակալ եմ, շատ զգացված եմ։ Խնդրեմ։ Ուզում եմ ասել, որ Արսենը նաեւ շատ սիրուն ծաղիկ բույս, հա։ Ինքը ինչ էր։ Ինքը բույս է, ծաղիկ է, որը ամեն տարի ինքը ծաղկում է, անպայման, եթե ես չեմ կասկածում, որ դուք խնամեք, հա, մարտի արդյունքով է դա նվիրվել ձեզ։ Հա, շնորհակալ եմ շատ, շատ հաճելի է գալը։ Կարծում եմ ավելի հաճախ կգամ ձեզ մոտ, շնորհակալ եմ։ Եվ հետաքրքիր զրույցի, բազմաբովանդակ այդ զրույցի հնարավորություն։ Երբ կգտնեք, որ ինչ որ բան ունեք փոխանցելու անմիջական մարդկանց մեր քաղաքացիներին, իմ դռները ձեր համար միշտ բաց է, ավելին ասեմ, ես կրկնում եմ եւս մեկ անգամ, անկախ նրանից, որ ես շատ եմ քննադատական խոսք ընչեցնում, ես ուզում եմ, որ մեր ընդդիմադիրները շատ ուժեղ մտնեն այս անգամ ազգային ժողով, այնց շրխկացնեն աշխարհի առաջ, այնց մի հատ շրխկացնեն հայկական դուրը, որ բոլորը հասկանան, որ այստեղ տերը հայն է, ոչ թե ինչ որ Եվրոպաներում, Ամերիկաներում կամ Ռուսաստաններում նստված ձյաձյաները կներեք էլ նորից արդ։ Այո, շատ շնորհակալություն։ Ձեզ մերսի։